Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ներկայանալ շատ հետաքրքիր ու համեղ մի բաղադրատոմսով, որը ոչ մեկի մոտ չեմ տեսել, ոչ մի խոհանոցային ալիքում, որոշել եմ ինքս պատրաստեմ, ինքս եմ բաղադրիչները ընտրել, իմ մտահղացումն է և դա է պատճառը, որ ցանկացա հենց այս տեսքով տեսահոլովակի սկիզբը սկսել։ Մնացեք ինձ հետ, ովքեր բաժանորդագրված չեն, թող բաժանորդագրվեն In My Rich Kitchen խոհանոցային ալիքին, որտեղ կգտնեն շատ հետաքրքիր բաղադրատոմսեր, իսկ այս բաղադրատոմսի մասին խոսեմ ընթացքում։ Ահա սիրելիներս, տեսենք ինչքան լավ է ստացվել։ Նախ ասեմ, սա երկրորդ անգամ բացելուց հետո եմ վերցրել, բայց փորձել եմ, երկար ժամանակ է ուզում եմ նաև դա ներկայացնել, սառած վիճակում խմորը հանել ու թխել այդ տարբերակը, սա էլ հենց այդպես արեցի, շերտերը տեսնում եք ինչքան լավ է ստացվել, և առատ, և փխրուն, մի խոսքով ստացված խմոր է։ Իմ հորինած այս բաղադրատոմսը ես ինքս շատ հավանեցի։ Հիմա հաջորդ տեսանյութը ձեզ կներկայացնեմ և շերտավոր խմորով Նապոլեոնը շոկոլադնի կրեմով և համեղ գլանակներ կթխեմ նորից շոկոլադե կրեմով ու ձեզ կներկայացնեմ։ Կարծում եմ շատերը կհավանեն, կկիսվեն, կպահպանեն և մի փոքր իմ ալիքի դիթումը մի քիչ կավելանա։ Խմորի համար անհրաժեշտ է 500 գրամ ալյուր, 250 մլ գոլ ջուր, 50 մլ բուսայուղ, 25 գրամ կակաո կամ 3 ճաշի գդալ, 1 ձվի դեղնուց, 1 թեյ գդալի քառորդ մասը աղ և նույն այդքան կիտրոնի աղ և 60 գրամ 82% մարգարին։ Սիրելիներս, այս խմորի մեջ օգտագործում եմ 250 գրամ մարգարին, որից 60 գրամը այստեղ օգտագործում եմ խմորի մեջ, իսկ մնացած չափաբաժինը 180 գրամը կիսելու եմ, եթե 2 գունդ անեմ 2 գնդի, եթե ոչ, ապա 1 գնդի մեջ։ Խմորը պատրաստեցի, վերջացրեցի, թողնում եմ 30 րոպե սեղանի վրա, հետո պետք է կիսեմ։ Ճիշտն ասած, քանի որ փոքր կտոր խմոր է, որոշեցի միանգամից մի շերտ բացել, փակել, բայց սեղանի տարածքը մի քիչ նեղ է և շտատիվն էլ դրած է նկարելու համար, ինձ և շտատիվը խանգարեց և սեղանի նեղությունը, դրա համար կիսեցի երկու մասի, որպեսզի ավելի փոքր չափով բացեմ գնդերը և տարածքս էլ հերիքի։ Մարգարինը դնում ենք խմորի մեջ, ծածկում ենք, այսպես թողնում ենք սեղանի վրա։ Սառնարան չենք տեղափոխում, թողնում ենք սեղանին, ցելոֆանով ծածկում ենք, որպեսզի երեսը չչորանա։ Ահա սիրելիներս, սկսում ենք բացել, փակել, ընդհանուր յուրաքանչյուր գունդը պետք է բացենք 3 անգամ, բացենք, փակենք 3 անգամ։ Սա առաջին անգամն է և քանի որ դեռ ամբողջությամբ բացված չէ, մարգարինը ամբողջությամբ խմորի մեջ առած չէ, ավելի մուգ է երևում, հետո քիչ-քիչ սկսելու է գնդի գույնը բացվել։ Շատ բարակ առաջին անգամ բացել պետք չէ, այստեղ կարևորը շերտը ստանանք, կարողանանք այդ շերտը մի քանի անգամ ծալել։ Գնդերը բացել փակելուց աշխատում ենք չափից ավել ալյուր չօգտագործել, պետք է ալյուրը լինի չափավոր, որպեսզի խմորը կոշտ չստացվի։ Սա էլ երկրորդ գունդը, բացում ենք, փակում և թողնում ենք սեղանի վրա։ Եթե ձեր մոտ էլ այսպես մարգարինը կկպնի սեղանին, ոչինչ, այդ մասը մի փոքր ալյուր ավելի շատ արեք, մինչև խմորը կհավաք։ Ճիշտ է, վերցնում ենք սենյակային ջերմաստիճանի մարգարին, բայց հնարավոր է մեկի տանը ավելի շատ փափուկ լինի, մյուսի տանը ավելի սառը լինի և
Դա է տարբերությունը, որ խմորի միջից մարգարինը դուրս է գալիս, այնպես որ մի փոքր ալյուրը կօգնի։ Ահա, առաջին անգամվա գունդը բացել փակելը ավարտեցի, երկուսը թողում եմ սեղանի վրա, ցելոֆանով ծածկում ենք։ Այսա արդեն գրտնակել եմ երկրորդ անգամ, այսինքն գունդը բացում փակում եմ երկրորդ անգամ և իմ սովորության համաձայն պարտադիր մի կտոր կտրում եմ այս երկրորդ անգամվա խմորից և թխում եմ ջեռոցում, որպեսզի տեսնեմ խմորը ստացվում է թե ոչ։ Դեռ մեկ անգամ էլ ունենք բացել փակելու։ Ահա սիրելիներս, ուրեմն մի կտորել, երկու կտորել, մեկը շատ տաք ջեռոցում փորձեցի, մյուսը ավելի ցածր ջերմաստիճանի տակ 150-ի տակ փորձեցի, բայց այսպես թխվեց 250 աստիճանի տակ։ Այսպիսինն են շերտերը, փխրուն են, առատ են, բայց քանի որ մեկ անգամ էլ ունենք բացել փակելու, մի փոքր ինքը ցածր է բարձրացած։ Իսկ այսա, որ արդեն ցույց եմ տալիս, տեսեք ինչքան լավ է ստացվել, վերջնական տեսքն է։ Նույնիսկ արագացնելու համար ընթացքը այս մի կտորը դրել եմ սառցարան, որպեսզի մի թեթև սառեր, նոր փորձեմ։ Այսքանը սիրելիներս, ես ձեր համար անում եմ ամեն ինչ։ Շնորհակալ կլինեմ, եթե դուք կիսվեք և տարածեք։